Բարև ձեզ, բարի գալուստ Հայաստանի ամերիկյան համալսարանի ոդքասթի հերթական հանդիպում։ Ես Վահրամ Տեր-Մատևոսյանն եմ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր։ Այսօր մենք խոսելու ենք Նելի Բաղդասարյանի հետ։ Նելին կոնֆլիկտաբան է, երկար տարիներ դասավանդել է Արցախի Մեսրոպ Մաշտոցի համալսարանում, այնուհետև Արցախի պետական համալսարանում։ Նելին նաև շուրջ 4 տարի եղել է Արցախի նախագահի միջազգային հարցերի գծով խորհրդական։ Այսօր մենք խոսել ենք մեկ կարևոր նախաձեռնության մասին։ Երկու շաբաթ առաջ Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում մեկնարկեց artsakh-chat.com կայքը։ Այդ կայքի գործարկումը այսօրվա մեր խոսակցության հիմնական թեման լինելու, բայց մինչ այդ ես կուզեի, որ շատ հակիչ խոսենք այն թեմաների մասին, որը վերաբերում է հետևյալին, թե որոնք են այն հայտ դրվագները Արցախի անկման, որոնք կարիք ունեն ուսումնասիրության, հետազոտության եւ հանրային քննարկումների։ Արցախի անկումը այդպես մեկ դրվագ չէր, դա դրվագների ամբողջություն էր ու գործընթացներին, որոնք հանգեցրին դրան, եւ դրանց իհարկե բազմակողմանի ուսումնասիրությունը շատ այդպես պահանջված է։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դա տեղի կունենա եւ այսօր արդեն կան որոշ հետազոտություններ, որոնք հենց այդ նպատակով են արվում ու կարծում եմ դեռևս կլինեն։ Արցախի անկումը մեզ բոլորից ցնցեց, մինչև մեր ուղնոցոցը, մեր ինքնության հիմքը, ցնցեց ոչ միայն այն պատճառով, որ դա տեղ ունեցավ շատ արագ, այլ նաև թե այն պատմությունները, որոնք մենք չլսեցինք, կամ այն իրադարձությունները, այն զարգացումները, որոնք տեղի չունեցան։ Եվ այս առումով խոսել մանուկների հետ, որոնք տեսել են իրենց աչքերով թե ինչ է տեղ ունեցավ 20 թվականից հետո, շատ ուշագրավ նախաձեռնություն է համարձակ։ Խնդրում եմ մի փոքր խոսենք դրա մասին, ինչպես այդ նախաձեռնությունը ծնվեց, ինչու երեխաները, ինչու մանուկները 5-ից 15 տարեկան, որոնք էին այն հիմնական շարժառիթները, որոնք ձեզ ստիպեցին խոսել մանուկների հետ։ Հետազոտության գաղափարը մենք կիսում ենք, կարծում եմ, որովհետև հետազոտական դրամաշնորհի մասին հուշեցիք հենց դուք եւ գաղափարի մասին նաեւ հուշեցիք դուք։ Իհարկե այդտեղ մի քանի գաղափար կար, բայց մանուկների վրա կենտրոնացա եւ որովհետեւ մանուկները դա այն ընդհանրապես սողացող հակամարտությունների այն չուսումնասիրված փորձառու սուբյեկտներն են, որոնց ընդհանրապես փորձառությունը եւս կարեւոր է թե հակամարտությունների ուսումնասիրման եւ թե ընդհանրապես խաղաղ գործընթացների ուսումնասիրման գործում։ Հետևաբար այստեղ ուղղակի կարևոր էր թե ինչպես մատուցել դա եւ հետազոտական դրամաշնորհը հենց այդպես այդ մոդելով կառուցեցի, որ այն հնարավորություն տա համակողմանի ցույց տալու Արցախը, իրական Արցախը, այն Արցախը, որը տասնամյակներ շարունակ գտնվել է սողացող հակամարտության պայմաններում եւ նույն պահին այս Արցախում մանկությունը փաստորեն process է եղել եւ որևէ ձևով փաստորեն չի ընդհատվել եւ այն փխրուն խաղաղության միջակայքերը շատ հագեցած են օգտագործել մեր երեխաները։ Երբ որ ես ուշադրություն եմ դարձնում պատմություններին եւ տեսնում այդքան շատ վառ հագեցած մանկություն, ինձ մոտ ուղղակի այդ եզրակացությունն էր, որ փաստորեն մանուկները ինտուիտիվ այդ փխրուն խաղաղության այդ ընդմիջվող գործընթացները ժամանակահատվածը շատ օպտիմալ են օգտագործել իրենց մանկությունը ապրելու համար։ Եվ որոշեցի, որ դա պետք է լինի հենց 101 պատմություն նախնական մեկնարկի համար, որպեսզի ենթադրի, որ դա կարող է ունենալ շարունակություն, տրամաբանական շարունակություն, եւ ինչու հենց մանկության փողոցը, որովհետեւ մանկության փողոցը դա իր ուրեմն շրջակայքում ունի տունը, ընտանիքը, դպրոցը
ու ընկերները այն ամբողջը ինչը կառուցվում է հենց այդ փողոցի շուրջ, հենց այդ ուրեմն միջավայրի շուրջ։ Եվ սա այն բնական միջավայրն է, որը ապրել են հենց մեր մանուկները եւ մեր մանուկների, մեր շրջապատում գտնվող մանուկների օրինակով մենք դա փաստորեն կարողացանք հասկանալ, թե ինչ է պետք անել տվյալ դեպքում, վերհանել այն հիշողությունները, որոնք իսկապես շատ արագ ջնջվելու վտանգի տակ կարող են հայտնվել եւ հանել այն հիշողությունները, որոնք գտնվում են պատերազմի ուղղակի հաստ շերտի տակ եւ բռնագաղթի հաստ շերտի տակ։ Կայքեջի ստեղծման նախագծման հիմնական փուլում իմ նպատակն էր ունենալ այնպիսի կայքեջ, որը մաքսիմալ պատկերացում կտար իրական Արցախի մասին, այսինքն գրավիչ կլիներ, նավարկելի կլիներ, որոնողական համակարգերում գտնվելի կլիներ, իսկ բովանդակության իմաստով այն նաև հույզեր տրամադրություններ պետք է հաղորդեր ընթերցողին։ Ես կարծում եմ, որ դա մենք կարողացանք ստանալ, որովհետև այստեղ ներկայացված է երեխաների իրական կյանքը եւ այստեղ այցելող ընթերցողը կարող է ունենալ բոլոր հույզերը՝ ժպիտ, ծիծաղ, մնացած բոլոր այդպես արդյունքներ եւ բոլոր հույզերը, որը հատուկ է մարդուն, որովհետև այդ պատմությունները ներկայացված են չափազանց գեղեցիկ եւ երեխաների անմիջական ու զգացմունքային խոսքն է, որը փաստորեն մենք առանց գրեթե միջամտությունների այստեղ ներկայացրել ենք։ Այս խնդիրներն է, որ մենք ցանկացանք լուծել եւ ցանկացանք, որպեսզի ընթերցողը մաքսիմալ զգա իրական Արցախը, մաքսիմալ իր երևակայության մեջ կերտի իրական Արցախային ընթերցողը, որը նույնիսկ չի եղել Արցախում։ Հետաքրքիր է, ինչպես էին երեխաները արձագանքում, երբ նմանատիպ հանդիպման կամ հարցազրույցի հրավեր էր իրենց ուղղվում։ Մեծ պատրաստակամությամբ մենք նույնիսկ նրանց համոզելու խնդիր էլ չունեինք, որովհետև շատ հաճախ երբ որ կենտրոններ էին գնում, այդպես նրանք հերթ էին կանգնում, որ գան հարցազրույցի, ու բնականաբար նրանց հետ հարցազրույցները շատ այդպես դրական մեզ լիցքեր հաղորդեցին, ու պետք է ասեմ, որ այդ հույզերը, որ նրանք հաղորդեցին, բոլոր հույզերն էին, ինչ որ մարդը կարող է ապրել, այսինքն ժպիտից, ծիծաղից մինչև հուզմունք եւ արդյունքներ։ Եվ այս երեխաների հետ ուղղակի իսկապես հաճելի պետք էր աշխատել եւ բռնագաղթից հետո մենք ունենք փաստացի բռնագաղթի ենթարկվել 30,000 երեխա, բայց չեմ կդժվարանամ ասել, թե այդ 30,000 երեխայից քանի կոնկրետ 100 կամ 1000 երեխայի հետ է հոգեբանական աշխատանք տարվել, շատ մեծ աշխատանք տարվել է բնականաբար տարբեր կենտրոնների կողմից, տարբեր մասնագետների կողմից, բայց որպես այդպիսին թիվ չեմ կարող այս պահին հնչեցնել։ Հետաքրքիր է, եթե փորձենք խմբավորել երեխաների արձագանքները, պատասխանները, ինչպես կխմբավորեք, որոնք են հիմնական կրկնվող օրինակները, օրինաչափությունները, որոնք կարող եք առանձնացնել։ Տեսեք, շատ կարևոր էր, որ մինչև նախագծի բուն մեկնարկը, երբ որ դեռևս IT փուլում էինք եւ IT նախագծման աշխատանքների փուլում էինք, ես դրան զուգահեռ նաեւ մանկական ժուրնալիստիկան էի ուսումնասիրում, որպեսզի հասկանամ, թե ընդհանրապես ինչպես վարվել հենց հակամարտությունից եկած երեխաների հետ։ Իհարկե այդ փորձը շատ բնականաբար ակադեմիական գրականության մեջ չի կարելի ասել, որ դա այդպես ներկայացված էր, բայց այնուամենայնիվ այն փորձը ժուրնալիստիկայի այն գրականությունը, որ կար դա յուրացնելուց հետո բնականաբար արդեն ավելի մասնագիտորեն փորձեցի մոտենալ այդ հարցերին եւ այս հարցերը հիմնականում սկզբունքը, հիմքը անմիջականությունը եւ զգացմունքայինությունն ապահովելն էր երկու դեպքում էլ եւ տեսեք մենք սկսեցինք նրանից, թե բոլոր երեխաների դեպքում որտեղ է ծնվել, որտեղ է այն տարածքը, որտեղ նա կոնկրետ այն փոքր արյալը, որտեղ նա ապրել է, որտեղ նա կառուցել է իր սոցիալական հարաբերությունները, որտեղ դպրոց է գնացել, մի խոսքով այսպես եւ նրա հետաքրքրությունները Արցախում, նրա զվարճալի պատմությունները, արկածները, նրա ընտանի կենդանիները, բոլորի մոտ կարծես թե ուրեմն այս հերթականությունը մենք կարծես թե ունենք, որովհետև բոլորի մոտ դա է։ Ունենք դեպքեր, երբ այդ անձնական կորուստը ընդհանրապես չի բարձրաձայնվել երեխայի կողմից, սա
հետտրավմատիկ սթրեսի օրինակ է, որ փաստացի երեխան շղթել է իրականությունը եւ չի խոսել այն մասին, որ օրինակ հայրիկը չկա կամ ինքը անձնական կորուստ ունի։ Ունենք փաստացի մեր երեխաները, այս դեպքում ունենք նաեւ երեխաների խումբ, որ եւ զրկվել է իր բնական տարածքից եւ ունի նաեւ անձնական կորուստ, որը նա շղթում է։ Երբ տեղ ունեցավ արդեն կայքի մեկնարկը, բնականաբար լսել եք արդեն արձագանքներ, ինչպիսին են այդ արձագանքները, թե երեխաներից, թե ծնողներից, որտեղ երկու շաբաթվա արդեն կյանք ունի կայքը, որոնք են հիմնական, եթե փորձենք էլի խմբավորել արձագանքները, ինչպես դրանք կխմբավորեք։ Ես կարծում եմ, որ շատ բարձր գնահատականներ ունեցանք այն իմաստով, որ փաստացի բավականին գոհունակ գնահատականներ են եւ այդպես գնահատել են աշխատանքը, թե ծնողները եւ թե երեխաները։ Ես միշտ ծնողից նաեւ հարցնում եմ ինչպես է երեխան դրան արձագանքել։ Որոշ դեպքերում օրինակ լսեցի, որ երեխան հետո նույնիսկ այսպես ամաչել է, բայց դա էլ է բնական, որովհետեւ դա երեխայի առաջին հարցազրույցն է եղել։ Ոչ միայն ծնողների արձագանքը, այլ նաև ընդհանրապես մարդիկ, ովքեր տեղյակ են արդեն այս կայքի գոյության մասին, տալիս են շատ բարձր գնահատականներ։ Ծնողների մոտ կա նաև մեծ ափսոսանք, որ ահա թե ինչից են զրկվել մեր երեխաները եւ որքան ցավալի է։ Բոլոր ծնողները կարծես թե նույն զգացողություններն ունեցան, նրանք հուզված էին, նրանք նույնիսկ ծնողներից մեկն ասաց, որ ես առաջին անգամ գոնե իմացա իմ երեխան ինչ է երազում դառնալ եւ ինչպես է դա պատկերացնում։ Հիմա փորձենք մի քանի պատմություններ, որոնք առավելապես եւ ուժեղ կերպով դրոշվել են ձեր հիշողության մեջ կամ ձեր խմբի հիշողության մեջ։ Փորձենք այդ մի քանի պատմություններով կիսվել եւ ինչու են հենց դրանք մտապահվել ձեզ մոտ։ Գիտեք, պատմություններին, երբ որ վերաբերում ենք զուտ որպես պատմություն, որպես ուղակի ոչ մասնագետ, ուղակի ընթերցող, այստեղ ուղակի այսպես հետաքրքիր շարադրանք է, հուզիչ է, բայց երբ որ պատմությանը վերաբերում ես արդեն որպես մասնագետ, փաստացի սա բոլորովին այլ է եւ այստեղ իսկապես կան պատմություններ, բոլոր մեր պատմությունները իսկապես գեղեցիկ են, իսկապես գրավիչ են շատ եւ ես կարող եմ դասակարգել այս պատմությունները։ Տեսեք, երբ որ 23 թվականի երեխաների հետ էինք խոսում, 23 թվականի եկած երեխաների հետ ենք խոսում, նրանց մոտ կա հիշողության շղթա։ Երբ որ խոսում ենք 20 թվականի եկած երեխաների մասին, որոնք եկել են Հադրութից կամ կոնկրետ նույնիսկ Ստեփանակերտից կամ Շուշիից հաստատվել են Երևանում, նրանց մոտ կա դրվագային պատմություն, դրվագային հիշողություն, այսինքն նրանք հիշում են կոնկրետ դրվագներ, դեպքեր։ Իսկ ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով պետք է հենց այս պահին վավերագրել այդ ամենը, որպեսզի երեխաներն էլ չմոռանան դրանք եւ մի քանի պատմություններ ուղղակի այս պահին կարող եմ առանձնացնել, որ երեխան, որ եւ տունն է կորցրել եւ հորն է կորցրել, բայց ոչ 23 թվականին, այլ 21 թվականին։ Ու Աննայի պատմությունը կցանկանայի առանձնացնել, որովհետեւ Աննան փաստորեն նկարագրում էր, թե տան մեջ իր տնակը, որ փաստացի դա իր անվտանգության տարածքն էր, իր պաշտպանության անվտանգության տարածքն էր եւ այստեղ երեխան իրեն լավ էր զգում։ Ինքը սա մատնանշում է, երեխան պատմում է սրա մասին եւ սա միայն ֆիզիկական կորուստ չէ, որ նա զրկվել է դրանից, այլ նաեւ անվտանգային միջավայրի կորուստ է երեխայի համար։ Եվ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի երեխան մեկ այլ տեղում ձևավորի իր այդ անվտանգության շերտը, պաշտպանիչ շերտը կամ երեխաների խաղալիքներից զրկումը, սրա յետակ եւս խորը այսպես վերլուծություն կա, փիլիսոփայություն կա, որ սա ուղղակի ֆիզիկական խաղալիք չէ, առարկա չէ, այլ դարձյալ երեխայի պաշտպանվածության զգացողության մեխանիզմներից մեկն է։ Կամ տեսեք, օրինակ ունենք դեպքեր, երբ երեխաները պատմում են իրենց ընկերների մասին։ Իմ պարտադիր հարցերից մեկն այն էր, թե այստեղ նրանք ձեռք են բերել արդյոք ընկերներ եւ երբ որ պատասխանը դրական էր, սա շատ ուրախալի էր, որովհետեւ փաստացի նա արդեն նախկին այդ սոցիալական կապերը չունի, երեխաները ցրվել են եւ այստեղ նա ձեռք է բերում նոր
ընկերներ, հետևաբար սա կարևոր է, որ դիմակայության այդ ուրեմն զգացողությունը, այդ մեխանիզմը աշխատում է երեխայի մոտ եւ սրա հաշվին կարելի է կառուցել այդ դիմակայության մեխանիզմը։ Կամ շատ հետաքրքիր էր հատկապես երեխաների օրինակ նույն Աննայի օրինակով ինքը երեխան փաստացի հոր անհասանելի ներկայության մասին էր խոսում։ Հայրը չկար, նա պատմեց, որ հայրը ինքը երբ քնած է լինում, հայրը գալիս է, երբ արթնանում է, չկա։ Այսինքն երեխան իր համար ստեղծել է մեխանիզմ, դիմակայության մեխանիզմ եւ սրանով ինքը շարունակում է այդպես հոր ներկայություն ունենալ։ Իհարկե սա պատրանքային ներկայություն է, բայց այսպես է երեխան արձագանքել այդ չափազանց ցավալի իրողությանը։ Կամ ունենք երեխաներ, օրինակ մեր երեխաներից մեկը Նարեն հետաքրքիր չափազանց պատմություն ունի, շատ այդպես հետաքրքիր նաև փիլիսոփայություն ունի, ասում է, որ ինքը 10 տարեկան երեխա եւ ասում է ինքը գիրք է գրում 2 հատ։ Իհարկե մենք շատ լուրջ մոտեցանք նրա այդ հայտարարությանը, որովհետև նշեց, որ գրքերից մեկը վերաբերում է իր ուսուցչուհուն, մյուսը, քանի որ ուսուցչուհին ասել է, որ իր մասին ոչ մեկը գիրք չի գրելու, ինքը որոշել է այդ դերը ստանձնել, եւ երկրորդը, որ ինչ շատ հետաքրքիր էր, որ ըստ նրա գրքի բովանդակության բոլոր թշնամիները կարող են հաշտվել։ Եվ հարց է առաջանում, ինչու 10 տարեկան երեխան այսպիսի որոշում է կայացրել։ Այսինքն սա, եւ ես սպասում եմ այդ երեխայի գրքերին։ Այսինքն ամենայն լրջությամբ սպասում եմ այդ երեխայի գրքերին։ Կամ երեխայի երևակայությունը չափազանց ուժեղ է։ Ընդհանրապես երեխաները շատ հետաքրքիր այդպես ուժեղ երևակայությամբ են ամեն ինչ նկարագրել։ Ու ունենք օրինակ երեխաներ, որ ուղղակի իրենց համար շատ այդպես մի այլ այսպես շնորհակալության երախտիկի զգացումով են վերաբերվել այն փաստին, որ այստեղ ուսուցչուհին իրենց թույլ է տվել, որ բարբառով միջոցառման ժամանակ խոսեն բարբառով եւ երեխան իրեն դրանից շատ լավ էր զգում։ Երբ այցելում ենք artsakchildhood.com կայք, այնտեղ գրված է, որ նպատակներից մեկը Արցախի բարբառի պահպանումն է եւ բոլոր պատմությունները գրված են Արցախի բարբառով եւ թարգմանվել են անգլերեն։ Վերջին շրջանում, երբ որ մեր ծանոթների բարեկամների հետ խոսում ենք Արցախից տեղահանված, բռնի տեղահանված երեխաների հետ, արդեն զգում ենք, որ նրանցից շատերը սկսել են արդեն արարատյան բարբառով խոսել։ Ինչ չեք կարծում, կայք ինչպես կարող է իրականում ծառայել այդ նպատակին, որ Արցախի բարբառը շարունակին երեխաները կիրառել Արցախի բարբառը եւ դրա հետ կապված երկրորդ հարցը, ինչպես կարող է կայքը օգնել, որպեսզի երեխաները իրար մեջ կապ կարողանան պահպանել։ Տեսեք, կայքի գլխավոր նպատակը իհարկե բարբառի կիրառումն ու պահպանումն է։ Սա հետազոտություն է։ Սա հետազոտություն է մնացած այլ հետազոտողների համար։ Դրանք հոգեբաններն են, դրանք քաղաքագետներ են, միջազգային հարաբերությունների մասնագետներ են, մարդու իրավունքների պաշտպանության մասնագետներ են, ֆիլմի սցենարիստների համար սա շատ լավ նյութ է, որովհետև այնտեղ կան իսկապես պատմություններ, որ նույնիսկ հարցազրույցի ժամանակ ես արդեն իսկ ուրվագծվել էր այդ ֆիլմի սցենարը ինչպիսին կարող է լինել, այդ կոնկրետ այդ երեխաների մի քանի երեխա ունենք, որ հատկապես Գերդաստանում մեծացել են Գերդաստանում եւ հատկապես նրանք այդպես հիշողություններում դա է փաստորեն եւ շատ հստակ ուրվագծվել էր թե ինչպիսին կարող է լինել այդ ֆիլմը։ Ասել, որ մենք սրանով կարող ենք իսկապես վերջնականապես այդպես պահպանել բարբառը, իհարկե սա շատ ռիսկային հայտարարություն կլինի, որովհետև բարբառը գոյատևում է իր բնական միջավայրում, բարբառը գոյատևում է միջհամայնքային շփումներում, ներհամայնքային շփումներում, որ այսօր բնականաբար չկա, ցրված է, բայց սա մի մեխանիզմ է, որով կարող է
շարունակել այն հնարավորինս երկարաձգել նրա կյանքը եւ թե ինչպես կարող է լինել թվային հարթակ մնացած երեխաների միավորելու համար, տեսեք այնտեղ մենք պատմություն ունենք, որ երեխան հայտարարեց, որ իր ընկերուհուն կորցրել է ինքը։ Ես կարծում եմ, որ ընկերուհին հաստատ ընթերցելու է այդ պատմությունը եւ տեսնելու է, որ իրեն փնտրում են։ Ահա այսպես կարծում եմ, որ կամ մենք ունենք այնտեղ նույնիսկ խմբային ընկերական հարցազրույցներ, որ երկուսով են տվել։ Սա շատ ամրապնդող այսպես մեխանիզմ կարող է լինել, որ երեխաները փաստացի պահպանեն իրար միջև այդ կապերը եւ ցանկություն ունենալու այստեղ պատմություն, մտնելու այս համայնքի մեջ, որը պատմում է եւ այս նարատիվային նախագծի մաս դառնան ու փաստացի սա կարող է իսկապես լուրջ ազդեցություն ունենալ հենց կոնկրետ կիրառման եւ պահպանման նպատակով։ Իհարկե այսօր շատ նախագծեր են իրականացվում, տարբեր նախագծեր են իրականացվում, նախաձեռնություններ կան, բոլորն էլ ունիկալ են իրենց տեսակի մեջ, իրենց նպատակի մեջ։ Մերն էլ տարբերվում է հենց այս տարբերակով, հենց այս ուղղվածությամբ, իր առանձնահատկություններով եւ նպատակներով, եւ կարծում եմ բոլորս պետք է իսկապես մեր ջանքերը ուղենք նրան, որ Արցախյան բարբառը հազարամյա քաղաքակրթության արտահայտչամիջոցներից մեկն է, լեզվական արտահայտչամիջոցներից մեկն է։ Ես իհարկե բարբառագետ չեմ, բայց դա չի խանգարել մեզ ունենալ թիմում բարբառագետ եւ իրականացնել այդ գործընթացը եւ կատարել հենց բարբառային տարադարձությունը միջազգային տարադարձման մեթոդոլոգիային համապատասխան։ Շատ լավ։ Դուք ասացիք, որ հենց 101 պատմություն անվանակոչել եք այն նպատակով, որպեսզի այն շարունակություն ունենա։ Այդ դատելով առաջին արձագանքներից ինչպես եք տեսնում ծրագրի շարունակականությունը։ Բավականին լավ, ինչու, որովհետև դեռևս մենք տեղեկատվական մեր արշավը չենք ձեռնարկել, այն մեր ընթացիկ պլաններում է, մենք դեռևս պրեզենտացիաների փուլում ենք, բայց դրան արդեն որոշակի կետից, հավանաբար մարտի 10-ից մենք կսկսենք արդեն նաև տեղեկատվական արշավը, նաև սոցիալական մեդիայում։ Ու բնականաբար նույնիսկ այս պայմաններում արդեն մենք ունենք 20 հայտ։ Երեխաները արդեն դիմել են եւ մենք հետադարձ կապ պետք է հաստատենք նրանց հետ, որպեսզի նրանց հետ արդեն կարողանանք աշխատել։ Կարծում եմ, որ կլինեն, որովհետեւ կկարողանանք այդպես շարունակել, իհարկե դա կախված է բավականին նաեւ հարցեր կան բնականաբար այն շարունակելու հետ կապված, ռեսուրսների հարց կա, բայց կարծում եմ, որ դա էլ հնարավոր է լուծում ստանա եւ մենք կարողանանք իսկապես շարունակել, որովհետեւ նախագիծը եւ ծախսատար էր, եւ ռեսուրսատար էր, եւ աշխատատար էր, բայց մենք փաստացի կարողացանք դա իրագործել առաջին հերթին նաև կամավորական աշխատանքի միջոցով ես կցանկանայի հատկապես ընդգծել ամերիկյան համալսարանի արցախցի ուսանողների մասնակցությունը մեր նախագծին։ Մենք այստեղ ունենք 25 ուսանող, ովքեր որ մասնակցել են այս նախագծի իրականացմանը եւ ինչպես կամավորական աշխատանքով, որովհետեւ նախագիծը բնականաբար հետազոտական դրամաշնոր էր, բայց քանի որ այն շատ մեծ ծավալներ ուներ, մենք չէինք կարող բնականաբար դա կատարել եւ շատ իսկապես մեծ շնորհակալություն ամերիկյան համալսարանին, ձեզ նաեւ, որ դուք միջնորդեցիք, որպեսզի մենք կարողանանք ուսանողների հետ կապ Մարիա Միխայլովայի հետ կապ հաստատել, ով շատ արագ արձագանքեց եւ մենք շատ արագ կարողացանք կազմակերպել այդ գործընթացը։ Շնորհակալություն եւ որպես ամփոփում Եք ցանկանայի լսել նաև ձեր տեսակետը որպես գիտնական, որոնք են ձեր կատարած հետևությունները հենվելով այն նյութի վրա, որոնք այս պայմանությամբ արդեն ձեռք եք բերել, նկատի ունեմ հարցազրույցների երեխաների հետ։ Գլոբալ ուղերձ ունենք այս նախագծով։ Իհարկե Արցախում գտնվելով, Արցախյան իրականության մեջ ապրելով եւ մասնագիտական գործունեություն ծավալելով շատ լուրջ հիասթափություններ ունենալով, նաև միջազգային իրավունքից, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բնականաբար,
այդուհանդերձ մենք կրկին փորձել ենք ունենալ գլոբալ ուղերձ, որ մանկությունը որևէ դեպքում աշխարհի որևէ կետում անպաշտպան չպետք է լինի։ Եվ սա մեր կարևոր ուղերձն է, որ ոչ մի կետում մանկությունը չպետք է ընդհատվի։ Որևէ դեպքում մանկությունը չպետք է ընդհատվի, այն պետք է շարունակվի։ Եվ շատ ցավալի է, որ երեխաներից մեկը օրինակ հայտարարել է, որ իր մանկությունն ավարտվել է։ Ես շատ ցավով ընդունեցի դա։ Նույն պահին ուրախությամբ ընդունեցի, երբ երեխան ուղղակի շարունակում է ապրել իր մանկությունը։ Եվ ուղղակի որպես մասնագետ, ուղղակի այս ամենը վերլուծելով պետք է ասեմ, որ այն կարող է շատ կարևոր ուղերձ լինել, շատ կարևոր նյութ նաև հանդիսանալ conflict studies կամ peace studies մասնագետների համար, որոնք կարող են սա օգտագործել նաև երեխաների ձայնը լսելի դարձնելու կոնֆլիկտների կարգավորման, կոնֆլիկտների եւ խաղաղության կարգավորման գործընթացներում, որովհետեւ այս երեխաները փաստորեն այս դեպքում չլսված փորձառու սուբյեկտներն են, որոնց ձայնը պետք է պարտադիր լսելի լինի այս գործընթացներում եւ կարող է որոշիչ լինել, այսինքն սա պետք է ամեն դեպքում այս ռեսուրսը պետք է օգտագործել։ Եվ գիտեք, իհարկե աշխարհի մեծերը իսկապես որոշում են քաղաքականությունը գլոբալ քաղաքականության մեջ այդպես է, բայց ընդհանուր առմամբ եթե այս փորձառությունն էլ տեսանելի ու լսելի լինի, կարծում եմ, որ մենք կարող ենք ինչ որ բան փոխել աշխարհում։ Եվ ուղղակի պետք է ասեմ, որ կարևոր է, որ սողացող հակամարտությունների պայմաններում անգամ փաստացի մենք այնտեղ պատմություններում ունենք, թե ծնողի իհարկե բոլորս փաստորեն անցել ենք մի քանի պատերազմների միջով, 90-ականների սերունդը եւ մինչեւ 23 թվականը, ծնողի փորձառությունն է, որ կարողացել է երեխաների մոտ վարքագծային կանոններ մշակել, որպեսզի երեխան կարողանա դիմակայել այդ պատերազմներին։ Եվ իսկապես երբ որ այսպես անկախ հայացքի դեպքում նույնիսկ որ փորձում ենք մենք այդպես անկախ հայացք փորձում ենք նետել դրան, իրականում իսկապես ծնողների փորձառությունը հրաշալի էր այս դեպքում, իհարկե բացասական իրողությունների նկատմամբ, բայց կարևոր էր այն իմաստով, որ ծնողները ուղղակի իրենց վարքով այնպես արեցին, որ երեխաները այդպես շատ ծանր հոգեբանական վիճակների մեջ չհայտնվեցին, շատերի դեպքում բնականաբար։ Իհարկե մենք չենք կարող բոլորի մասին խոսել։ Եվ կարծում եմ, որ ուսումնասիրությունը կարևոր էր նաև այն իմաստով, որ ներսից եկավ նախաձեռնությունը։ Այսինքն այս նախաձեռնությունը կատարեցին մարդիկ, փաստորեն մեր թիմը, մեր նախագծի թիմը կազմում էր 50 հոգի, տարբեր իհարկե ներգրավվածության աստիճաններով, մեծ մասը բնականաբար կամավորներ, մարդիկ նաև թիմում են, մարդիկ նաև ովքեր ուղղակի Արցախի խնդիրներով ապրում են, Արցախից չեն, բայց Արցախի խնդիրներով են ապրում, եւ այս դեպքում կարծում եմ, որ առանձնահատկություններից մեկն էլ նա էր, որ այս նախաձեռնությունը ներսից եկած նախաձեռնություն էր, ոչ թե արտաքին հետազոտություն։ Դա ընդհանրապես շատ դժվար կլիներ արտաքին հետազոտողի համար անել դա։ Բայց սա չի նշանակում, որ մենք չենք կարող արտաքին հետազոտողներին ներգրավել։ Այսինքն սա կարող է լինել ինչ որ մի կետում, հակամարտության ինչ որ մի կետում մեկ այլ հետազոտության միջև համեմատություններ անցկացնելու միջոց եւ փորձելու սա եւ այս միջոցով փորձելու լուծումներ առաջադրել։ Շատ լավ։ Թերևս այսքանը ձեզ շատ շնորհակալություն։ Ես վստահ եմ, որ artsakh.childhood.com կայքը դեռ մեծ ասելիք ունի ու մեծ ծրագրեր դեռ կան, որոնք կիրականացվեն այս կայքի շնորհիվ եւ վստահ եմ, որ այն արձագանքը, որ մինչ այժմ ստացել եք, այդ արձագանքները կկրկնապատկվեն եւ ավելի շատ երեխաների մաս կդառնան այս մեծ ճանապարհի, որի սկիզբը դուք եք դրել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։